Ազնավուրի բոհեմի հնչյունների ներքո Փարաջանովի թանգարանի նոր ցուցադրական նախագիծը պատմում է այն հզոր հոգևոր եւ գեղագիտական կապի մասին, որով կինոյի մեծ մոգը կապված էր Ֆրանսիայի, նրա մշակույթի ու մարդկանց հետ։ Թանգարանն այս տարի փոխել է Հայաստանում ֆրանկոֆոնիայի օրերի ընթացքում ավանդաբար անցկացվող միջոցառումների ձևաչափը եւ Ֆրանսիան Փարաջանովի սրտում խորագրով ներկայացնում է հատուկ այս նախագծի համար ստեղծված ինստալացիան։ Սա ինքնօրինակ տեսաբացիկ է Փարաջանովի կյանքի ֆրանսիական դրվագներով։ Նրա առաջին այցն իր երազանքի քաղաք Փարիզ եւ այն մեծ արձագանքի վավերագրությունը, որ եղել է այցի արդյունքում։ Ֆրանսիայում մշտապես առանձնահատուկ ջերմությամբ են վերաբերվել կինոհանճարին, մանավանդ նրա հալածանքների տարիներին։ Ֆրանսիան անտարբեր չի եղել Սերգեյ Փարաջանովի ճակատագրով ու երբ որ նրան ձերբակալեցին, Ֆրանսիայում կոմիտե ձևավորվեց նրա ազատության համար, պայքարում էին ու մենք հենց այդպես էլ սկսել ենք, թե ինչպես է կոմիտեն իր գործունեությունը ծավալել, պայքարել հանուն Փարաջանովի ազատության, այնուհետև ինչպես էր Փարիզը ուզում ինքը տեսնել եւ առհասարակ Ֆրանսիան էր Փարաջանովին ուզում տեսնել։ Ֆրանսիային Փարաջանովի սիրահարվածությունը սկսվել էր դեռ վաղ մանկական տարիքից։ Ամեն ինչում, անգամ կենցաղի մեջ գեղեցիկի պաշտամունք ունեցող ռեժիսորը այդ սերը ժառանգել էր իր ընտանիքից եւ նախորդ դարասկզբի Թիֆլիսի քաղաքային արվեստաշատ մթնոլորտից։ Ֆրանսիական մշակույթը անցյալ դարի մինչև 30-ական թվականների Թիֆլիսին շատ հատուկ էր։ Ինքը տեսնում էր այդ գեղեցկությունը, այն ինչ ֆրանսիական էր, կահույքից սկսած, տեքստիլ, չգիտեմ, ամեն գեղեցիկ բան, գլխարկ, քորոծ, այս բոլորը իր սրտի մեջ են եղել։ Երբ պերեստրոյկայի տարիներին Փարաջանովի համար բացվեցին միության փակ սահմանները, նրա առաջին եվրոպական այցերից մեկի հասցեն Փարիզն էր, որը լայնորեն լուսաբանվեց լրատվամիջոցների հրապարակումներում։ Այստեղ Փարաջանովի առաջին խնդրանքներից մեկը իրեն Տարկովսկու գերեզմանն ուղեկցելն էր, եւ ցավալիորեն ընդամենը 2 տարի անց արդեն մահացու հիվանդ Փարաջանովը բուժվում էր փարիզյան հիվանդանոցներից մեկում։ Երբ նրան ասում էին մեկնիր Փարիզ, այնտեղ քեզ կբուժեն, ասում էր ոչ, Փարիզում մահացավ կամ սպանեցին, ասենց էր ասում, ուբիլի։ Այնտեղ սպանեցին իմ Տարկովսկուն։ Եվ գիտեք, ճակատագրի հեգնանքը որն է, նրան տանում են նույն Սեն-Լուի կլինիկան, որտեղ մահացել էր Տարկովսկին։ Փարաջանովի արվեստը Ֆրանսիայում թանգարանը բազմիցս ներկայացրել է մի քանի տասնյակ ցուցահանդեսներով։ Միայն 2007-ին Ֆրանսիայում Հայաստանի տարվա առիթով Փարաջանովյան ցուցահանդեսներ են եղել Փարիզում, Թուլուզում, Մարսելում, Սենտ-Էտիենում։ Ցուցահանդեսներից վերջինը նախորդ տարի էր Փարաջանովի 100-ամյակի հոբելյանական ցուցահանդեսը ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում։ Նունե Ալեքսանյան, Ռոմիկ Խաչատրյան, լուրեր։